Երկար է փակվում, եթե եք կողմը Եկեք բոլորդ մեզ չեն տալիս, մայթը Պարոն Սողոմոնյան, եթե կարելի է, խնդրում եմ ասեք, ինչու թույլ չտվեցին, որպեսզի մոտենաք կառավարության շենքին, ինչ պետք է անեիք, եթե մոտենայի Մենք պետք է մեր խաղաղ ակցիան անենք, մեր բողոքի ակցիան անենք, ոչ մի բան։ Մեր ուժը, մեր միակ ազդեցությունը, կարողությունը մեր խոսքի մեջ է։ Մենք խոսքով ենք կարողանում ասել այն պրոբլեմների մասին, ինչը որ կուտակված է, եւ այդպես հաստորեն թույլ չտվեցին, արարողակարգի պատճառաբանությամբ թույլ չտվեցին, ամենայն դեպս մենք ավելի բարձր էստեղից կխոսենք, որպեսզի այն շենքում նստած մարդիկ, ովքեր որ արարողակարգային ձեռքսեղմումների մեջ են եւ ժպիտների մեջ են, դիվանագիտական կեղծիքի շղարշով են փորձում ծածկել ճշմարտությունը ամբողջ աշխարհից մենք ավելի բարձր Ֆոն դեր Լայենը ձեր կարծիքով չգիտի ինչ է կատարվում Հայաստանում արդարադատության ոլորտում։ Մենք հիմա առաջարկում եմ, մենք հիմա սկսենք խոսել եւ այդ բոլոր հարցերին անդրադառնանք ընթացքում, որ բաներ կլինի կասենք։ Մի րոպե կարելի է, Մենուա ջան, մի րոպե։ Հարգելի քաղաքացիներ, շատ կարևոր է հասկանալ, մենք այսօր ինչ երկրում ենք գտնվում։ Մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ սահմանադրական կարգ այլևս գոյություն չունի, որտեղ չկան սահմանադրական ազատություններ։ Ունեցվածքի սեփականության իրավունք գոյություն չունի, գործող վարչապետը ասում է բոլորին սնանկացնելու եմ։ Հայաստանում չկա խոսքի ազատություն արդեն, մարդկանց դատարաններով զրկում են խոսելու իրավունքից, դատարանների միջոցով։ Հայաստանում չկա խղճի ազատություն, որովհետև գործող վարչապետը որոշում է ով պետք է լինի կաթողիկոս, ով չպետք է լինի կաթողիկոս։ Հայաստանում չկա անմեղության կանխավարկածը եւ գործող վարչապետը հրահանգներ է տալի ում բռնել, ում չբռնել, ում ասֆալտին պարկացնել, ով է պետական դավաճան եւ իրավապահ համակարգը դա կատարում է։ Այս ամենը մենք կարանք շատ երկար թվարկել, բայց մենք պետք է հասկանանք Հայաստանում այլևս սահմանադրություն չի գործում եւ մեր հիմնական խնդիրը սահմանադրական իրավունքների վերականգնելն է։ Սա է համար 1 քաղաքական խնդիրը եւ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ մենք անօրինական երկրում ենք գտնվում։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ արդեն բռնապետություն է եւ այդ բռնապետությունը ունի արտաքին հովանավորներ։ Հովանավորներից մեկը այսօր Երևանում է Ֆոն դեր Լայն ազգանունով մի կին, որը այս ամբողջ անօրինականությունները ներկայացնում է որպես դեմոկրատիայի պահպանություն։ Մենք անազատ երկրում ենք գտնվում, մենք ապրում ենք բռնատիրական երկրում եւ այսօրվա քաղաքական միակ օրակարգը սահմանադրությունը վերականգնելն է։ Քաղաքական պայքարը պետք է գնա սահմանադրական երկիր նորից դառնալը։
Ձեր ակցիան ինչպես եք պատրաստվում շարունակել, որովհետև այստեղ ստեղ վերադավորների բաց են իրենք շարել, չեն թողնում առաջ գնալ դեպի Ղարաբաղ։ Սև վերատավորների դեմ մենք բնականաբար ոչինչ չենք կարող անել։ Մենք միայն կարող ենք դիմել մեր հասարակությանը, բացատրել թե ինչ երկրում ենք մենք գտնվում եւ ինչ քաղաքական օրակարգ է մեր առաջ։ Քաղաքացիները պետք է դա հասկանան եւ նաեւ իրենք չպետք է խափնվեն դեմոկրատիա կոչվածին, որովհետեւ այն դեմոկրատիան, որը մեզ առաջարկվում է, դա դեմոկրատիայի ավարտն է եւ իրեն դեմոկրատական կոչվող Եվրոպական միությունը այսօր ոչնչացնում է դեմոկրատիայի վերջին նմուշները Հայաստանում աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։ Մենք չպետք է խափնվենք այդ ամենին, մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները մենք ենք լուծելու։ Որևէ բողոք, որևէ մեկին մեզ չի օգնի, իսկ այսօրվա ակցիայի նպատակը այն էր բացել դեմոկրատիայի անունից հանդես եկող այդ մարդկանց իրական դիմակները։ Սա էր մեր բարձրախոսով խոսել, սկսենք խոսել բարձրախոսով։ Պարոն Դանիելյան, պարոն Արեն Սկսենք բարձրախոսով խոսել, Մանուկ ջան։ Հայերենով տեքստ ունենք այսօր ունելու Եվրոպական հանձնաժողովի նախագահին։ Խնդրում եմ դուք սիրելի եւ հարգելի վերաբերյալ պարոն Սողոմոնյանը նաեւ մնացած գրավոր արդեն փոխանցել ենք Չէ, նորմալ է, Ուրսուլա ֆոն դեր Լայենի պաշտոնական էլեկտրոնային հասցեին հայակվե քաղաքացիական միավորման անունից։ Այսօր մենք այստեղ եկել ենք մեկ նպատակ հետապնդելով, որպեսզի կարողանանք թեկուզ այս հեռավորությունից բարձրաձայնենք Հայաստանում տիրող քաղաքական բռնաճնշումների բողոքը, քաղաքացիական եւ քաղաքական շրջանակների եւ քաղաքական ակտիվիստների կողմից։ Հետևաբար մենք երկու լեզվով հայտարարություն ենք կազմել եւ այն, որ ուղարկել ենք պաշտոնական հասցեին Տիկին ֆոն դեր Լայենի, դրան մասին եւ պարոն Սողոմոնյանն է եւ մյուս քաղաքական եւ քաղաքացիական հասարակության ներկայացնեն։ Հիմա ուզում եմ խոսքը փոխանցել պարոն Սողոմոնյանին, որից հետո անգլերենով ես եւս ձեր թույլտվությամբ կներկայացնեմ հայտարարության տեքստը։ Շնորհակալ եմ։ Սկսենք էլի ջան։ Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, շնորհակալություն բոլորին այստեղ գտնվելու համար։ Մենք այստեղ ենք եկել ի ցույց բողոքի, որ աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության, գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի Եվրոպական հանձնաժողովի նախագահը Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում է այստեղ եւ ձեռք սեղմում է անում գովեստի խոսքերը շռայլում մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղից գալուց առաջ Տիկին ֆոն դեր Լայեն, դուք գտնվում եք Բաքվում, սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով 100 հազարավոր մարդիկ տնավեր են դարձել եւ չեն ապրում իրենց հազարամյակների բնորանում։ Իսկ այսօր դուք այստեղ ձեր այցով, ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի համար, ազատ կարծիքի համար։ Ազատ խոսքը հանցանք չէ։ Freedom is not a crime. Ազատություն բոլոր քաղ բանտարկյալներին։ Ազատություն, 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 ազատություն։ Freedom for all political prisoners in Armenia. Freedom, 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 freedom. Մեր ձայնը մենք ուզում ենք հասցնել ձեզ, որ դուք իմանաք, որ այդ թվում ձեր խրախուսմամբ այսօր Հայաստանում իրավապահ համակարգը չի զբաղվում հանցագործություններով։ Այսօր Հայաստանում աճում են հանցագործությունները, մարդասպանությունները, դանակահարությունները, թմրամոլությունը, նրա համար, որովհետև իրավապահ համակարգը ծանրաբեռնված է գործող իշխանությունների օպոնենտների դեմ գործեր կարելով։ Եվ այսօր բոլոր մարդիկ, ովքեր խոսում են
ազատությունից, խոսում են սահմանադրականությունից, պաշտպանում են ընտրական իրավունքը, այսօր բանտերում են, այդ բռնաճնշումները վերաբերում են, ինչպես հին փորձառու, այնպես էլ նոր ուժերի։ Freedom! 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 Սիրելի հայրենակիցներ, նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացանք, որ այս պահին փաստորեն դուրս են գալիս Եվրոպայի ղեկավարության ներկայացուցիչները, հետևաբար անգլերենով ուզում եմ տեքստը ուղղել իրենք, ուսամ տեղ կհասնի։ Miss Ursula von der Leyen, the European Union itself is built upon unwavering adherence to the fundamental values, respect for human dignity, the rule of law, political pluralism, and the protection of fundamental rights. You have arrived in Yerevan from Baku, where you spoke about a bright future in the South Caucasus. Today, you're here to support Armenia's democratic development, economic cooperation, infrastructure modernization, energy resilience, and regional peace and stability. This is quite very touching. But however, we, the citizens of Armenia, expect from Europe not just statements, but political consistency and genuine commitment to the values it proclaims, and no double standards. Today, Armenia is experiencing serious deterioration of democratic standards. Opposition civil activists, political leaders, and public figures are increasingly subjected to criminal prosecution that is widely perceived as politically motivated. Armenian prisoners now hold an unprecedented number of political prisoners. Opposition politicians, government critics face criminal charges under what we describe as a system of selective justice. The recent detention of Ayakoven National Civil Union coordinator Avetik Chalabian is yet another indication that political competition in Armenia is becoming increasingly dangerous, where political thoughts are suppressed, voices are silenced, and equal opportunities for political actions are being undermined. You should be concerned that under a government presented as Europe's partner, opposition figures are being imprisoned just because of their political views or civic activities. Has any European delegation visited these political detainees in recent years? In 2008, such visits were freely taken place. Why is Europe silent now? What has changed? It is equally unacceptable that European Union continues to provide unconditional political support to Armenia's current regime and non-legitimate authorities, while disregarding widespread public concerns about human rights violations, politically motivated prosecutions, restrictions on freedom of expression, and the finding of local and international human rights organizations election observation missions. All these very moments, the Constitutional Court of the Republic of Armenia is still reviewing legal challenges filed by opposition political parties concerning the results of the recent parliamentary elections. Nevertheless, several EU member states have already rushed to congratulate recent Prime Minister Nikol Pashinyan on his unconditional victory. What is this, if not disrespect towards Armenian constitutional institutions and its citizens? It creates external political legitimization while the country's highest constitutional authority has yet to deliver its final judgment. You have come to Armenia from Baku, where you met with your other partner, Ilham Aliyev. For years, international organizations have documented political prisoners and repression against opposition voices in Azerbaijan. You're also undoubtedly aware that for more than
1,000 days, the political leadership of Artsakh, along with other Armenian civilians, has retained imprisoned in Azerbaijan, deprived of fundamental guarantees of due process and the right of fair trial. At the same time, politically motivated prosecutions are being taken in Armenia against Armenian citizens. The result is deeply troubling. Two governments that the European Union engage with are going through anti-democratic practices, undermining the very democratic values Europe publicly advocates. The European Union warns about dangers of external interference in Armenia's political processes, yet the substantial financial assistance provided immediately before the election, together with high-level political support for Armenia's recent authorities, is widely and publicly perceived as direct external political intervention. The citizens of Armenia do not expect Europe to support any particular government, yet they expect Europe to support the Republic of Armenia. Recognize that your political support has consequences. It risks the strengthening government that is guilty for restricting freedom of expression, undermining political competition, and weakening democratic institutions. Stop making democracy selective. European values cannot be defended only where it's politically convenient or economically favorable. Thank you. Կարանք մայթ անցնենք։ Ուղղորդեք ժողովրդին։ Freedom to political prisoners in Armenia. Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ, ունենում Ուրսուլա ֆոն դեր Լայենների, Կայա Կալասների, մարդակազմերի եւ եվրոպական այլ բարձրաստիճան պաշտոնյաների ծափահարությունների ներքո։ Այո, հենց ձեր մեղավորությամբ է, որ հայաստանյան փոքրիկ Հիտլերը բռնաճնշումները իրականացնում եւ չի պատժվում։ Ձեր մեղավորությամբ է, որ Հայաստանը վերածվել է քաղ կալանավայրի բաց երկնքի տակ։ Ձեր մեղավորությամբ է, որ ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը եւ փոքրիկ Հիտլերի մյուս բոլոր գաղափարաքաղաքական ընդդիմախոսները։ Ձեր մեղավորությամբ է, որ հարձակում է իրականացվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, ոտնահարվում է Հայաստանի սահմանադրությունը, ճնշման են ենթարկվում փոքրիկ Հիտլերի բոլոր ընդդիմախոսները եւ օրը ցերեկով հայրենիքի գողերը դարձան նաեւ ձայնագողեր ու գողացան ընտրողների քվեն։ Եվ ձեր մեղավորությամբ էր, որ Արցախը դավադրաբար հանձնվեց ու Հայաստանը հիմա դարձել է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ։ Եվ դուք այս ամենի առաջ աչք եք փակում, որովհետև դուք թքած ունեիք, թե ինչ էր տեղի ունենալու արցախցիների հետ։ Դուք թքած ունեք, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանի ժողովրդի հետ։ Դուք թքած ունեք, թե այս պահին ինչ է տեղի ունենում ուկրաինացի ժողովրդի հետ։ Որովհետև ձեզ համար ամենակարևորը այն է, որ դուք ձեր խամաճիկների միջոցով հակառուսական գործիք դարձրած ձեր այդ հակառուսական կեղտոտ քարոզարշավը եւ ծրագրերը իրականացրեք։ Հետևաբար մենք ոչ ենք ասում բռնապետությանը, մենք ոչ ենք ասում բռնաճնշումներին, մենք ոչ ենք ասում եվրոպական այս կեղտ ժողովրդավարության երկակի ստանդարտներին եւ մենք պահանջում ենք ազատ արձակել Անդրանիկ Թևանյանին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն! 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 Մի զախ կկաննեք ձեր։ Հա, ձեզնից զախ, էլի։ Էլի ծախ, գնաց։ Ոնց կարաք դուք կադր չունենաք դուք։
Ստե արդեն վերջացնում են, դա այնտեղ չեն արդեն, գնացել։ Չէ, բայց մեկը ընդ մնացել է, չէ՞ ամենակարևորը։ Մեկ է դիրը համար չկա։ Your Holiness, Senora von der Leyen, now you are taking partnership with anti-democratic regime of civil contract and Nikol Pashinyan. Nikol Pashinyan and civil contract has arrested his political opponents during elections, after elections, and you are taking partnership with regime which save his political opponents in prison. You are financially supporting the regime which makes anti-democratic policy. Stop support political regime which don't have any connection with democracy. Don't stop, don't take partnership and support with regime which have many political prisoners. Don't have partnership with regime which have many problems with democracy. Սիրելի հայրենակիցներ, ուրեմն այս իշխանությունները եվրոպական ինտեգրման ավանդակ իրականացնում են հակաժողովրդավարական, հակադեմոկրատական, մարդու իրավունքների դեմ ուղղված, շատ հստակ, ընդգծված, բռնատիրական քաղաքականություն։ Իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալել են միջև ընտրությունների ընթացքում, ընտրություններից հետո եւ խոստանում են շարունակել այդ ձերբակալությունները։ Նման որակի խայտառակ իշխանություններ Հայաստանը երբեք չի ունեցել, բայց այս ամենը անշուշտ արվում է արտաքին շահառուների եւ աջակիցների հստակ աջակցության պայմաններում։ Բայց ամենակարևոր, ամենավտանգավոր, ամենաառանցքային վտանգը, որ դրված է գործողությունների հիմքում, դա Հայաստանի երրորդ հանրապետության հիմքերի խալխլումն է, այսպես կոչված սահմանադրական հանրաքվեի տեսքով, Հայաստանի անկախության հռչակագիրը ուրանալու տեսքով։ Նիկոլ Վովայի Փաշինյան, այդ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որ մշակել ես, ինչու ես թաքուն պահում, դու էլ լավ գիտես, որովհետև այդ նախագիծը գրված է Իլհամ Ալիևի հստակ պատվերի շրջանակներում։ Դու ուզում ես խալխլել Հայաստանի երրորդ հանրապետությունը, դիպչելով անկախության հռչակագրին, եւ այդ ճանապարհին է, որ դու մարդկանց նետում ես բանտերը, կեղծ շինծու գործերով փորձում ես վարկաբեկել, սակայն ժամանակած դատարաններում այդ գործ կոչվածները պայթում են, քայքայվում են, մարդիկ դուրս են գալի ազատության մեջ, բայց այդ ընթացքում արդեն դու քո սև գործը արած ես լինում եւ փորձում ես մարդկանց վարկաբեկել։ Ահա այստեղ է, որ եվրոպացիները պետք է հասկանան, որ այլևս Փաշինյանական Հայաստանում աղմկահարույց քրեական գործերը, որոնցով քաղաքական օպոնենտներին նետում են բանտերը, ժամանակած, որ դառնում են ընդամենը թղթի կտոր, ահա գալիս է ցուցադրելու, որ այդ ամենը ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր։ Ուրեմն ազատություն քաղաք բանտարկյալներին, ազատություն, ազատություն, Սիրելի հայրենակիցներ, չկասկածեք մեկ վայրկյան անգամ, որ բեսպրեցելի լկտիության քաղաքական պատվերի ուխտը չոքելու է ցանկացած մեկի դռանը, ով կխոչընդոտի Փաշինյանական կառավարության թրքահաճո, թրքաբարո եւ Ալիևամետ քաղաքականությանը։ Տիկնակ եւ պարոնայք եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մի ոտնահարեք իրավի արժեք ներկայացնող եվրոպական սկզբունքները, մարդու իրավունքները, հիմնական ազատությունները, մի կանգնեք բռնատիրական հակումներ ունեցող
այս փոքր Ադոլֆի կողքը։ Մի սատարեք նրան իր երկրի ներսում քաղաքական ռեպրեսիաների անցկացման ճանապարհին։ Դրանով դուք հայ ժողովրդի մոտ սերմանում եք անվստահություն եւ հակակրանք ձեր հանդեպ, այնինչ Հայաստանը շատ հոգեհարազատ է համարում իրեն եվրոպական արժեքները եւ եվրոպական ընտանիքը։ Եվրոպայում ապրում մեծ թվով հայեր, սակայն ձեր միջամտությամբ, ձեր ուղղորդված խոսքով մի մտցրեք ձեր գիթը հատարեք Փաշինյանական ռեժիմին, որը անցավոր է եւ նաեւ արդեն իսկ անցավոր է։ Ուրեմն ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն, ազատություն, ազատություն։ Արև ձեզ արգելի գործընկերներ, նախ շնորհակալություն լուսաբանման համար, կամ շատ կարևոր կերպ ես հնարավորինս կարճ կլինեմ։ Այդ համարում եք, չեն լինում ժողովրդի համար երկրներ, որոնցում 50-ից ավել քաղաքականներ են, ընդ որում այս թիվը մինչև ընդրարշավի մեկներ։ Գովաբանում են իրակարգով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընդրարշավը կար 50-ից ավել քաղբանտարկյալ։ Սա առաջին։ Երկրորդ, Տիկին ֆոն դեր Լայենը այլ տարբերակ չունի, քան ընդունել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այն պարզ պատճառով, որ Տիկին ֆոն դեր Լայենը ներկայացված է ԵԺԿ-ի կողմից, Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից։ Իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը ճանաչել է եւ ընդունել է բանաձև, որում հստակ ասվում է, որ Արմեն Աշոտյանը եւ մյուս քաղբանտարկյալները ունեն քաղբանտարկյալի կարգավիճակ եւ պիտի անհապաղ ազատ արձակվեն եւ պահպանվի իրենց արդարության իրավունքը։ Այնպես որ անկախ են երկերից, որ այսօր կերկվեն այս շենքում կամ որևէ այլ ասուլիսների ժամանակ, Եվրոպայի իշխող կուսակցություն ԵԺԿ-ն ընդունել եւ պաշտոնապես բանաձևով ճանաչել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Իսկ ամենաաբսուրդը կայանում է նրանում, որ Փաշինյանն ու իր ԿՊ-ն հիմա ամեն ինչ անում են ստով, ղրթով, որ դառնան ԵԺԿ-ի անդամ։ Այսինքն Փաշինյանը հիմա անում է ամեն ինչ, որպեսզի դառնա մի կառույցի անդամ, որը ընդունում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Այն ինչ արվում է Հայաստանի հանդեպ որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ, որևէ առնչություն չունի մարդու իրավունքների հետ եւ բացառապես ծառայում է աշխարհաքաղաքական Հայաստանի շահերի հետ կապ չունեցող շահերի սպասարկմանը։ Ահա այն է, թե ինչ է անում Փաշինյանը Հայաստանի հետ։ Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական խաղերի, բախումների հատերաբեմ արենա։ Սա որևէ լավ արդյունքի բերել չի կարող եւ աշխարհում չկա մի երկիր, պատմության մեջ չի եղել մի երկիր, որը որոշի իրեն, իր տարածքը, իր շահերը դարձնել աշխարհաքաղաքական բախումների, աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ ու դրանից շահած լինի։ Օրինակները շատ են։ Պարոն Մամիջանյան, դուք քաղբան Այս մեսիջը շատ անգամներ է տրվել այս ժամանակահատվածի ընթացքում, բայց ամենացայտունը այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տրվեց, երբ ԵՄ-ն պաշտոնապես Փաշինյանին ասեց. «Արա ինչ ուզում ես, մենք դրա համար քեզ նույնիսկ փող կտանք»։ Խոսքը գնում է այսպես կոչված արտաքին ներազդեցության եւ այլնի հետ կապված։ Դրա հաջորդ արարը մենք տեսնում ենք հիմա իմ շուտով նախկին աշխատավայր ազգային ժողովում, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի շոշափելի հատվածի ուղղակի զրկում են ընտրության իրավունքից։ Ուղղակի զրկում են Հայաստանի Հանրապետության ապագան որոշելու իրավունքից, առանց որևէ հիմք։ Եվրոպական տարբեր կառույցներում, պարոն Մամիջանյան, դուք բարձրաձայնել եք քաղբանտարկյալների խնդիրը, հարցը, ինչ ակնկալիքներ ունեք եւ ձեր կարծիքով Եվրոպական հանձնաժողովի նախագահը չգիտի Հայաստանում արդարադատության ոլորտում ինչեր է կատարվում, անտեղյակ է ձեր կարծիքով։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ թե Տիկին ֆոն դեր Լայենը, թե եվրոպական այլ պաշտոնյաներ, Հայաստանի հարցով զեկուցողներ,
բոլորը շատ լավ գիտեն Հայաստանում ինչա տեղ ունենում։ A, որովհետև իրենք աչքեր ունեն եւ կարդալ գիտեն, B, որովհետև ես եւ իմ գործընկերները դրա մասին իրենց գրավոր, բանավոր, ելույթներով, բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով տեղեկացրել ենք։ Այնպես որ չիմանալու մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Այստեղ խնդիրը այլ է։ Իրենք փորձում են դրա մասին չխոսել, բայց եթե մենք տեսնենք այն դինամիկան, որը կա, միջազգային կառույցների V-Democracy-ից սկսած մինչև Amnesty International, Economist ցանկացած ԵԽ-ի վերջին ձևակերպումը, ԵԱԿ-ի նախնական զեկույցը արդեն այն մասշտաբների է Հայաստանում իրավախախտումները, խայտարակությունը, մարդու իրավունքների ոտնահարումը հասել, որ իրենք չեն կարողանում որևէ կերպ չանդրադառնան ու ինչ որ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք մեկնաբանվում են որպես մարդու իրավունքների խախտում, չարաշահվում է մինչ դատական կալանքը որպես պատժի միջոց։ Այսպիսի ձևակերպումներ են ընտրում։ Ինչի համար եմ ես ամենը բացատրում, որովհետև նույնիսկ եվրոպական կառույցները այլևս չեն կարողանում կոծկեն Փաշինյանի հանցագործությունները։ Հարցին թե ինչ ակնկալիքներ ունեմ, գիտեք, չեմ ուզում ասել, որ որևէ ակնկալիք չունեմ, որովհետև այլապես կասեք, ինչի համար եք այդ ամենը անում։ Բայց հասկանում եք, իմ ընկերներին, իմ պայքարի ընկերներին, Աշոտյան Արմենից մինչև Սրբազաններ, Կարապետյան, Սամվել, բոլորին, ովքեր վարչականից մինչև կալանավորում, Ղազինյան Դավիթը, բոլորը, անուններ չթվարկեն, որ հանկարծ որևէ մեկին չնշելու խնդիր չլինի։ Մենք ինչ արդարացում ինքներս մեր մեջ պիտի ունենանք, որ ամեն ինչ հնարավոր է մեր պայքարի ընկերների, մեր հայրենակիցների համար չանենք, անկախ նրանից արձագանք կլինի չլինի, ինչ ակնկալիք ես այս կամ այն կառույցից կամ մենք այս կամ այն կառույցից կամ անհատից ունենք կամ չունենք, մենք պարտավոր ենք ամբողջ գործիքակազմը օգտագործել, որպեսզի ստիպենք մարդկանց, ստիպենք աշխարհին, ստիպենք Եվրոպային խոսել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների Պարոն Մամեջանյան, այսօր Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցն է քննարկվելու, 2 ամսով նախաքննական մարմինը միջնորդել է երկարաձգել կալանքը, ինչ սպասելիքներ ունեք դատարանից եւ եթե երկարաձգվի արդյոք ազատություն, հա, այս գոչելու վանկարկումներով ակցիաները կշարունակվեն, պարոն Մամեջանյան։ Այո, այսօր 6:30 Արմեն Աշոտյանի կալանքի դատի որոշումն է։ Ակնկալիքներ թե Արմենի դատական գործով, թե մեր մյուս պայքարի ընկերների պարագայում ես եկեք չբարձրաձայնեմ, բայց այն մարդիկ, ովքեր հիմա անազատության մեջ են, Արմենից մինչև Անդրանիկա Թևանյան կարևոր չի։ Իրենք բոլորը պայքարին դրել են ամենաթանկը, ազատությունը, իրենց ազատությունը։ Ամեն օր անազատության մեջ գտնվելով իրենք պայքարում են նրա համար, որ մենք դեռ Հայաստանում իրավունք ունենք ոստիկանական մի քանի շերտ պատնեշներով կառավարությունից հեռացված բարձրաձայնել Հայաստանում անարդարությունները։ Եթե իրենք ամեն օր անազատության մեջ պայքարում են, մենք պարտավոր ենք ազատության մեջ գտնվելով մեր բաժին պայքարը վարենք։ Ինձ թվում է միասնաբար, ընդ որում այստեղ որևէ քաղաքական տրամաբանություն չկա, այստեղ մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, չկա եւ քաղաքացիական հասարակության շնորհակալություն մենու ներկայացուցիչներ, քաղաքաբանտարկյալները իմ ու ձեր չեն լինում։ Քաղաքաբանտարկյալների իրավունքների համար մենք պիտի պայքարենք բոլորս, անկախ նրանից թե այստեղ պատկերված անձինք ազատության մեջ իրար հետ ինչ քաղաքական հակասություններ են ունեցել, իրենցից յուրաքանչյուրի ազատության համար այստեղ հավաքված բոլորը ու հազարավոր այլ քաղաքացիներ պայքարելու են բոլոր օրենքով չարգելված միջոցներով։ Ընտրություններից հետո, պարոն Մամեջանյան, ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ինչ նպատակ է։ Ես ավելի շատ կարևորություն կտայի մինչև ընտրությունները, տիկին ֆոն դեր Լայենի եւ եվրոպական ժողովրդական համայնքի այդ քարոզ արշավի մաս կազմող միջոցառմանը, որի վերաբերյալ թե հանրապետական եւ թե մի շարք այլ կուսակցություններ ակցիաներ էին իրականացրել, սա ընդամենը մենք ցես ձևակերպեմ Փաշինյանին ասում են հետեւյալը. մենք գիտենք, որ դու քո երկրում թույլ ես։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին ոչ թե դեմ է քեզ, այլ համարում է քեզ դավաճան։ Բայց մի անհանգստացի, մենք քո համար ինչ կարող ենք կանենք։ Դե ինչ կարողանում են անում են էլ։ Դե ես ունեմ իհարկե
գայթակղություն ասելու, որ այս այցի դրամաբանություններ հանկարծ չշշկրվեք, ով էր տենց ասել Միրզոյան Արարատը, վայ մամա ջան, Միրզոյան Արարատը եմ սիտում, ոչինչ, բայց այնուամենայնիվ իհարկե դեռևս սահմանադրական դատարանի չկայացած որոշման պարագայում գալ ու գովերքել ընտրություններ, որոնց պարագայում ուղղակի մեկ որոշմամբ, մեկ քաղաքական ուժ արհեստական կերպով դուրս թողնվեց խորհրդարանից, չէ, ոչ մի բանի տեղ չդնելով օրենքի իմպերատիվ պահանջը նշանակել վերընտրություններ կամ այդ 3 կամ ամբողջ երկրում ուղղակի որոշել, որ այս քաղաքական ուժը, խոսք գնում է Բարգավաճ Հայաստանի մասին, չպիտի հայտնվի խորհրդարանում ինչի համար, որ Փաշինյանը ունենա 3/5, դե էլ ինչ ժողովրդավարության մասին կարող է խոսքը գնալ։ Ես զարմանում եմ, որ նման բաներ ասող պաշտոնյաների քիթը այդ բաները ասելուց չի երկարում, որովհետև այդ բոյի սուտ ասելուն էլ ձև կա, էլի։ Չէ, տենց բան կա, չէ, եթե իրավական երկիր դվենք, ես իրավունք չունեմ մեկնաբանել սահմանադրական դատարանի որոշումը մինչև կայացնելը, դե եկեք ես լուրջ դեմքով ենթադրեմ, որ Տիկին Սեդա Սաֆարյանը ստյոպ անպայման շեյր կանես հեսա գոյեջում։ Տիկին Սեդա Սաֆարյանը լրիվ անկախ որոշում է կայացնելու։ Իրոք եկեք ես վերացեմ բանի։ Ես պետք է բոլորիդ հիշեցնեմ, որ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնացել է իրեն վաղեմի գործընկերոջ մոտ։ Երևի թե մոռացել եք, որ 20 թվականին նոյեմբերից անմիջապես հետո Տիկին Ուրսուլան գնացել Ադրբեջան եւ պարգև է տվել 2 միլիարդանոց պայմանագիր ստորագրելով, ահա այդ միջազգային հանցագործ հանդիսացող Իլհամ Ալիևի հետ։ Այնպես որ այս օրերին իր այդ տրիպը Ադրբեջան գնալ եւ Հայաստան, դա այդպես չի, որ հանկարծակի ինքը մտածել է բարձրացնի իր ենթակաների, այսպես ասած, ռեյտինգը։ Նա շարունակում է այն գործնեությունը, որի համար իրեն առաջ են քաշել ոչ թե Եվրոպայի ժողովուրդները, այլ հայտնի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնները։ Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ ոչ թե մենք գործ ունենք այդ գրեթե անմեղսունակ քաղաքական անմեղսունակություն տարապող քաղաքացիական պայմանագիր կուսակցության կոչված անձանց հետ։ Մենք գործ ունենք ամենապղտոր, շարունակում եմ, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք արդեն հմուտ են, թե նախկինում որպես գաղութատերեր եւ հիմա տիրապետում են ամբողջովին քաղաքական մանիպուլատիվ տեխնոլոգիաներին։ Հայաստանը հերթական զոհն է այդ մանիպուլյացիաների։ Ես հստակեցնեմ, որ տարիներ շարունակ 20 թվականից հետո ես միշտ ասել եմ Արյունոտ Ուրսուլա եվրոպական գրականության մեջ հայտնի է այդպիսի անվանում եւ այսօր Հայաստան է եկել ահա այդ տիկինը, որը իրապես իրավունք չունի այլ անունով կոչվել, քան Արյունոտ Ուրսուլա։ Եվ մյուսը, որ ես կցանկանայի ասեի, ասում են մի դրական բան չեն արել ԿՊ-ականները, արել են այսօր կալանավորման, նախնական կալանավորման վայրերում, տնային կալանքում գտնվող եւ մինչ այդ եւ հիմա հետապնդվող մարդկանց կրթական մակարդակը կտրուկ բարձրացել է։ Մի նայեք ովքեր են այսօր հետապնդվում։ Այդ բոլորը նշանակում է, որ այսօրվա այս ԿՊ-ականների առաջնորդ պարզապես շարունակում է
ինչպես ինքն է ասել, էլիտաների դեմ իր պայքարը անկտրուն եւ ինքը շարունակելու է դա, մինչև որ մենք չկարողանանք միասնական ձայն բարձրացնենք եւ ի տարբերություն այսպես կոչված իրական Հայաստանի ցույց չտանք իսկական Հայաստանի դեմքը։ Ես կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, քաղաքական բոլոր կազմակերպություններին անպայման շտեմարան ստեղծել այս բոլոր տարիների այս բռնոցի բաց թողեցի, բայց թողադուց այդպիսի խաղի բոլոր այդ մարդկանց ցուցակը։ Մենք պարտավոր ենք ուղղակի դիմել թե ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններին եւ թե Եվրոպայի պայմանագրային մարմիններին ցույց տալու համար, թե քանի տասնյակ մարդկանց հետապնդում է տեղի ունեցել եւ ես որպես մարդու իրավունքների Հայաստանում առաջի պաշտպան դժվարանում եմ արդեն ասել, թե որ մի իրավունքը չի ոտնահարվում Հայաստանում։ Դժվար է միջև անգամ նշել, որ մի իրավունքը քաղաքական, անձնական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային, որ մի իրավունքը չի ոտնահարվում Հայաստանում։ Եվ այսօր մենք գտնվում ենք մի հզոր մարտահրավերի առջև, ու մենք պետք է ցույց տանք, որ այդ մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել։ Հակառակ պարագայում այս ինչը կոչվում է իշխանության զավթում, իշխանության յուրացում եւ որը սահմանադրության երրորդ կետով, երրորդ տարբերությամբ հանցագործություն է, շարունակվելու է, որովհետև եթե հանցագործությունը չի պատժվում, նա կրկնվում եւ ավելի ու ավելի դաժան ձև է ընդունում։ Ես հույսով եմ, որ մեր այսօրվա ձայնը կհասնի ոչ միայն այդ հյուրին անկոչ, այսպես ասած, այլ կհասնի Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Հիշեցնեմ, Հայաստանը ավելի պաշտպանված չէ, քան Արցախը։